Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը վեճի է բռնվել մի քաղաքացու հետ եւ փողոցային բառապաշարով սպառնալիքներ եւ վիրավորանքներ է հնչեցրել հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարների հասցեին, ներառյալ ձեր։ Ինչպես կարձագանքեք։ Ուրեմն կարձագանքեմ իմ ասեմ, ոնց որ 2 օր առաջ ես թույլ չտվեցի իմ կլասը գցեմ, իմ բարձունքից իջնեմ, հիմնականում ինքը վիրավորում է, որտեվ ասելու բան չունի, ծրագիր չունի, 8 տարի ժողովրդին խաբել է, այն առաջի օրվանից մեզ էլ ինձ էլ է խաբել, մինչև այսօր, եթե նա ծրագիր ունենար, ժողովրդին կներկայացներ իր ծրագիրը շատ հանգիստ, ես էլ հանդիպելով լինում են տարբեր տեղեր, ասենք թե ԿՊԱ-ական էլ է մոտենում, կինա տղամարդը, ես ասել եմ, եթե քննադատի տեղին, ես կընդունեմ, դա ամոթ չի, բայց ոչ թե ասենք թե գորգորամ կամ կներվայնանամ, շատ ճիշտ տեղը տեղին ասել եմ, ԿՊԱ-ական ջան, քույրիկ ջան, ճիշտ բացատրել եմ եւ նրանք շատ գոհշնորհակալ ներողություն խնդրելով գնացել են, հիմնական խնդիրը մեզ ներ ուզում քաշի, այդ ուղղությունը փոխելու համար, որտեվ նա ասելու բան չունի, դրա շնորհքն է, այդ մոտեցումն է մեր ղեկավարի, որ մինչև մեր դաշնակիցների, մեր թշնամիների այդ ձևը բանակցե, որ այսօրին ենք, զոհերը տվել ենք, տարածքները կորցրել ենք եւ այսօր կորցնելով գնում ենք, երեք էլ հայտարարեց, որ իր շրջան հələ պետք է հանձնի եւ այդպես գնալու է, դա խաղաղություն չի, խաղաղությունը երբ փաստաթուղթ լինի, ստորագրություն լինի, որ դա երաշխավորած լինի, որ մենք պատերազմի դուռը փակենք, ես ինչ ասել եմ իմ ասածին տերեմ, հիմա պետք է այնպես անենք մեր ժողովրդի հետ միասին, որ ինքը հունիսի 7-ից հետո գնա հանգստի, թե չէ այս վիճակը շարունակելը նույնը ճակատագիր է Հայաստանն արժանանալու ինչ որ Արցախը արժանացավ։ Մենք պետք է կարողանանք միասնական մեր հարցերը կարգավորելու, երաշխավորած խաղաղություն ձեռք բերելու, ներդրումներ լինեն, տնտեսություն զարգանա, մեր ժողովրդի դեմքին ժպիտ լինի, զարգացնենք, ծաղկացնենք։